Տերոջ օգնությամբ սիրելիներ, այսօրվա մեր քարոզին նյութը պիտի ըլլա քահանայաբեդին բարեխոսական աղոթքը իր աթամաններուն քահանայաբեդին աթամանները այսինքն իր լանչաբանակ Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտամ Քիրք ելից 28-րդ գլխուն 3-րդ համարը եւ ապա 15-ն 20 Դերը գխոսի Մովսեսին եւ լսե Եղբորդ Ահարոնի սուրբ սկեսներ շինե բադիվի ու փարքի համար 15-15-ին Թադաստանի լանչաբանակը վարպետի կորց ըլլալու է Զանիգա Եփուդին շինվածքին բես շինե ոսկի է գաբուդագե ու ձիրանակույն է եւ գրկնագի գարմիր ու մանված փարակ քթան է Քարագուսի պետք է ըլլա երկուքի ձալվելով Անոր երկայնությունը մեկ թիս ու անոր լայնությունը մեկ թիս պետք է ըլլա Եվ անոր մեջ ագունտներու քանվածքի նման 4 քարեր կան Այս գարկով Սարդիոն, դվազիոն, զմրուխտ առաջին գարկը պիտի ըլլա Երկրորդ գարկը գարկեհան, շապիղա ու աթաման Երրորդ գարկը Քոջազը, ագատ ու մեղեսիկ Չորրորդ գարկը ոսկեկար, երեկնակար ու հասպիս Անոնք ոսկի խորշերու մեջ պիտի քանվի Այս 12 անունները, որ ես աթամանտեն զատմույսներու մասին երբեք չեմ գիտեր բադվական քարերու աթամանտի քարերու տեսակներն են եւ անոր անուններն են մասնակցություն է մեծահարուստներով, աթամանտներով, սպավորներով Դերոջի շնորհքով այսօր մենք պիտի նայենք 5 ուխտի քահանայաբեդին աղոթքի Նախ այս կսեմ, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեզի բատվեր տված է, որ մենք քիրքերը քննենք Այսինքն 5 ուխտը քննենք Եվ առաքյալներն ալ պատվիրած են եւ ասած են մեզի, որ բոլոր քիրքը Աստուծո շունչն է եւ օգտակար է սորվելու, հանդիմանելու, շտկելու, որովհետեւ Աստուծո մարդը գադարյալ ըլլա։ Երբ որ առաքյալները իրենց օրին գսեին, բոլոր քիրքը Աստուծո շունչն է, ակնարկը 5 ուխտին է, որտեղ Դագավին նոր ուխտը չէր գազմված Գրնա ըլլար քիրքերուն մեկ մասնա Դագավին առաքյալներուն գողմանե քրված չեն Ուրեմն մենք գարթալու ենք, սերդելու ենք սուրբ քիրքը, որ մեզ մե առաջ Հիսուս կգարթար եւ սորված է, որը 5 ուխտը Ասպես ետահողմը ներկայացնելու համար ասեմ սիրելիներ 5 ուխտին մեջ մենք կտեսնենք ազգ, գրոնք, բեդություն, հրյա ազգը, Մոսեսի գրոնքը, օրենքը, բեդություն, այսինքն թագավորություն, ոստիկանություն եւ այլն։ Իսկ նոր ուխտին մեջ մենք կտեսնենք Քրիստոս, քրիստոնեություն եւ շնորհք հավատքով ծեր բերված շնորհք այս երկու տարբերությունները շատ հստակ ըլլալու են մեզ եւ եթե մենք 5 ուխտը գարտանք մեր մտքով մենք հոնգա անտիվինք ազգինը բաղնության հրյա ազգին բաղնության գզանոթանանք բայց եթե 5 ուխտը գարտանք նոր ուխտի լույսով Քրիստոսով լուսավորված մտքով եթե մենք գարտանք 5 ուխտը հոն կտեսնենք
Քրիստոսի խորհրդաբատկերը, որ Քրիստոս մեզի կներկայանա հին ուխտի մեջ խորհուրդով, մենք հոն կտեսնենք քրիստոնեության հիմքերը, որ ինչպիսին պիտի ըլլար քալիք քրիստոնեությունը մեսյան, եւ մենք հոն կտեսնենք Քրիստոսի եկեղեցու հարավությունը, եւ այս մեկը ակնհայտ է նամանավանդ Մարգարեություն Եսայիայի մեջ, երբ հոն Երուսաղեմ լսե, մենք պետք է տեսնենք անիկա ոչ այսօրվան քաղաքը Երուսաղեմը, այլ պետք է որ տեսնենք եկեղեցին։ Դաջարը պետք է որ տեսնենք եկեղեցին եւ այլն։ Ասում մեզի շատ պիտի օգնեսի դերում։ Եվ ես ձեզ խորհուրդ կտամ, որ մենք առաջ գարտանք եւ բավականին հմդանանք նոր ուխտին մեր Աստվածաշունչի ընթերցանության գիշիրը թող ծանր գիշրե նոր ուխտի նժարը։ Եվ ապա հին ուխտը գարտանք Քրիստոսի լույսով։ Եվ երբ որ մենք Քրիստոսով կլուսավորվենք, այն ադեն է, որ կճանչնանք մեզի հասած հին ուխտի միջոցով, մենք կտեսնենք մեզի հասած Աստուծո շնորհքի արժեքը եւ անոր վճարված քինը։ Ամեն բանի մեջ սիրելիներ տեսնելու ենք Հիսուս Քրիստոսը։ Այսօր պիտի նայենք Ահարոնյան քահանայապետին բարեխոսական աղոթքին։ Երբ կսենք Ահարոնյան քահանայապետական աղոթք, բարեխոսական աղոթքը, արդեն մենք նախքան մեր պաշտամունքը որպես բացում մեր պաշտամունքին մենք աղոթենք եւ գսենք Տերը օրհնե քեզ, Տերը վահե իր երեսը պայծառացնե։ Փարացի օրեն այդ է։ Նաեւ պիտի փորձենք ցույց տալ քահանայապետական աղոթքին աթամաններուն գիրառումը քրիստոնեության մեջ։ Երից 28-րդ գլխի մեջ մենք կտեսնենք, թե Տերը Մովսեսին գսե եղբորդ Ահարոնին սուրբ ըսկեսներ շինե, հադուկ ըսկեսներ, հադուկ պաշտամունքի ըսկեսներ, ըսկեսը կներկայացնե անհադի պաշտոնը։ Մենք առօրյայի մեջ երբեմն ոստիկաններու կհանդիպենք, երբեմն հսկիչներու կհանդիպենք եւ մենք զանոնք կճանչնանք եւ անոնց տված ուսմունքներուն կհետևենք հարկանք տեսնելով իր ակած ըսկեսը իր ըսկեսեն գիմանանք իր ունեցած պաշտոնը գիմանանք իր ունեցած պատասխանատվությունը եւ գիմանանք իր ունեցած իշխանությունը Որ քարոզիչին մեկը կբացատրեր, թե շատ ասպես հսկա, հուժգու, մարզիկ վարորդը ավտոն եւ կքշեր, հանգարց ոստիկանուհիմը մի քիչ ալ գարջաբոյ գսուլե եւ կգակնեցնե եւ իր հաշիվ կբանջի։ Երբ որ այսպես երկու գողքի գեցեր այդ հսկա մարդը, այսպես մի գարջաբոյ ոստիկանուհի թելաթրության գեհեդևի, գենտ արգվի, որ եթե մի հատ այսպես խպե արդեն գտրցն է, բայց իր հակված հակուստը, իրեն դրված իշխանությունը և պատասխանատվությունը այդ հսկա հուժգու մարդուն ինչ դներ, օրենքի և պատասխանատվության առջև գտներ։ Հակուստը սիրելիներ Աստուծո խոսքի մեջ նաև իր նշանակություն ունի եւ ես այնպես կհավատամ, որ աշխարհի մարդիկ այդ հակուստի պատասխանատվությունը, ըսկեսի իշխանությունը վերցուցած են Սուրբ Գիրքեն։ Գսեք ու եղբորդ Ահարոնի ըսկեսներ շինե փառքի եւ պատիվի համար, որովհետեւ Լևիի սերունդը ընդրված է Աստուծո համար Սուրբ բաշտոն գատարելու։ Այդ պատճառով իսկ անոնց ըսկեսները ըլլալու էին սուրբ ըսկեսներ։ Սաղմոս 2-ի մեջ ալգիս է սուրբ ըսկեսներով դերը բաշտեցեք։ Ինչի համար, փառքի ու պատիվի համար։ Իբարս Աստուծո
ի բադիվ Աստուծո քահանան ուներ ըսկեստ։ Սուրբ ըսկեստը ցույց կտա Ահարոնյան քահանայապետին, որ ինքը ազատված է աշխարհիկ աշխատանքին։ Առաջին անի ցույց կտա այդ ըսկեստը, որ նման է բավականին թագավորական ըսկեստին, ցույց կտա, որ ինքը իր եղբայրներու նման աշխարհիկ գործով չսպառիր։ Քահանայությունը սիրելիներ բադիվ է։ Տուն քահանա ես, գանչված և ընտրված Քրիստոսի գողման, որովհետև Աստվածաշունչը գխոսի սիրելիներ, որ Աստուծո ժողովուրդը, նոր ուխտի Աստուծո ժողովուրդը ընդիր ցերմն է, սուրբ քահանայություն է, գանչված է Աստուծո առաքինությունները պատմել։ Տուն քահանա ես, քահանայությունը բադիվ ըլլալու գարքին պատասխանատվություն է։ Տուն Քրիստոսի վգան ես։ Ինչպես քահանան այդ հագուստով կվգայի Աստծո մասին, տուն Քրիստոսի վգան ես։ Եթե կնկատեք համեմատություն կնեն եւ մեկն ու մեկը հին ուխտի պատկամը նոր ուխտի օրերուն ինչպես պիտի գիրարեն անոր մասին եմ խոսում։ Քահանայությունը իշխանություն է, որովհետև տուն եղբայրս քույրս կանչված ես Հիսուսի անունով աղոթել։ Քրիստոս քեզի իշխանություն տված է իր անունով աղոթ բարձրացնելու։ Ահարոնյան քահանայապետությունը ունի 3 մեծ յուրահատուկ բաշխում, որ ուրիշ չեր կրնար կատարել։ Քավության պատարակ մատուցանել, միջնորդություն և բարեխոսություն անել Աստուծո, ժողովրդին և Աստուծո միջև և օրհնել իր ժողովուրդը։ Քահանայապետը այս պաշտոնը պիտի կատարեր առաջ իր անձին համար, ետքը բոլոր ժողովրդին նշանակված հատուկ ըսկեստով։ Եվ հիմա մենք կտեսնենք քահանայապետին ընդհանուր ըսկեստին վրա կար շատ հատուկ և ակնհայտ նշանակություն ունեցող լանջաբանագը։ Մեկ հատ պիտի տեսնենք լանջաբանագին, հետ երթանք։ Ասի քահանային ըսկեսն է, քահանայապետին ըսկեսն է, քահանայապետը իր բուրցքին վրա գգրեր քարակուսի մեկ տիշ չափով հասակ լայն, գերբասմը կախված իր ուսերը ոսկի շղթայով, որում վրա գար 12 պատվական քարեր։ Եվ այս գերբասը գգոչվեր լանջաբանակ, շատ հատուկ գերբասով հյուսված էր, քարակուսի և ուներ իր վրա 12 պատվական քարեր։ Շատ հետաքրքիր է։ 12 քարերը Իսրայելի 12 ցեղերը կներկայացնեին։ Լանջաբանակը քահանայապետին բուրցքին վրան էր, ինքը իր բուրցքին վրա գգրեր և այդ լանջաբանակը իր բուրցքին վրա ըլլալով գմտներ սրբության սրբոցը Աստուծո աղոթք բարձրացնելու Իսրայելի 12 ցեղերուն անունով։ Այս պատվական քարերը ունին իր հատուկ անունները, նաև այս պատվական ամեն մի քարին գողքը գրված է Իսրայելի 12 ցեղերուն անունը։ Քահանայապետը երբեք մոռնալու չէր, որ Իսրայելի 12 ցեղերը Աստուծո ներկայության, Աստուծո
Աստուծո աչքին առջև մեկ աթամաններ էին։ Ամեն մի ծեր իր անունով այնքան արժեքավոր է, և անոնք ըլլալու էին իր սրդին մեջ։ Անոնց տեղը իր սրդին վրան էր, իր սիրո մեջներ, որպեսզի անոնց համար միշտ բարեխոսական աղոթք բարձրացնե Աստուծո առջև։ Քահանայապետին աղոթքով աթամանները գպահվեր, եկեք հիշենք Հիսուսի քահանայապետական աղոթքը, որը սա չէ աղաչել, որ զանոնք աշխարհեն վերցնես, չարեն պահես, քահանայապետին աղոթքով աթամանները գտաշվեր, գգոպվեր, Հիսուս կսեսրբեր զանոնք խոսքովը, քանզի խոսքը ճշմարտություն է, քահանայապետին աղոթքով այս քարերը բոլորը մեկ Աստուծո սրդին քանցարանին մեջ գզելերվեր, հոն գբահվեր հավիտյան։ Սիրելիներ, աթամանտ քարը, պատվական քարերը արժեք ունի, իր յուրահատուկ արժեք ունի, որքան կմտածենք անոնց մասին, ատկան մեր մտքի հորիզոնները կդարձակվին, ոսկին արժեքավոր է, չի ժամկոտիր, բայց ինչ կդարբերվի աթամանտեն, ոսկին մեջ օդար մետաղներ գրնաս խառնել, և սուբքիրքի մեջ ասված մարգարեին տերնով կսե ոսկին ինչպես իր կույնը գործունցուց։ Եվ որ մենք ոսկիի գդորը ուզենանք վաճարել, և եթե ոսկերի չվարվել է, արդեն կույնենք իմանա թե անի որ գրադի վրա է, եվ կգսե փորձակարին զարնենք, տեսնենք թե աս ոսկիի մեջ քանի դոգոս բղինց կա, ինչ խառնվեր է և այլը։ Բայց աթամանտի մեջ բանը չի խառնվեր։ Աթամանտը կմնա աթամանտ։ Գսեմ իմ մասնակիտությունը չէ, աթամանտը տուն գրնաս գարմրցնել, գաս գարմիրն էլ, ետ կգթողես, ինքը գսարի, ետ կպրնես սերկը նույն հայլքը, նույն պիրեղությունը չի գործնցնել։ Եղբայր Ալեքսան մի քիչ գաղապար ունի, մի քիչ հավաքեր է։ Եղբայր Ալեքսանը ուշատին ուտի գնում է, որով էդև ոնց որ աթամանտի ամաններ, մադանիներ, մանյակներ էսար։ Բայց դու յար աթամանտ էսար, սենց էզի, ես կադակ չեմ անում, ես չեմ շպացում, դուք մեկ աթամանտներ եք, Աստուծո աչքի։ Բայց սիրելիներ, աթամանտը դաշվելի է։ Չի գիտեմ, եթե հետաքրքրված ես անշուշտ նկարներով, չի գիտեմ, եթե թուն կուցերքդ նորի չափ, դանձի չափ, աթամանտ, չեմ գարձել մեզ մեկը այդ չափի աթամանտ փռնած է, բայց նկարով տեսած է, չէ՞։ Որ ընկերս եկավ իսավ այս մարդը, որ դենում ես, անշուշտ ասի Ամերիկայում, ասեց ինքը աթամանտ կպեր է ապրիգեն սեխի չափ, ենիշի չափ։ Սա 12 միլիոն է, սի դոլար չէ, ապարա, սա սիրիական դոլար, այլ։ Այդ աթամանտը, որ այդքան մեծ է, դա ասված ունենակ։ Բայց եթե ադիգա չի դաշվի, եթե ադիգա ծևի չպերվի, դու ինչպես կգործած ես, այո, հարուստություն է։ Հիմա մենք վերջերս նորություն մգա մեր մարդկային առօրյա կյանքի մեջ, օրինակ կգնանք հարսնիկի, կգտնենք մի տեղ, հազիվ կնստենք, ինչ կնենք, մեր ծեպի հեռախոսները սեղանի վրա կտնենք։ Եվ կամերաները կաշխատի, եղբայր Հակոբի հեռախոսը iPhone է, iPhone քանի է,
Եղբայր ասնչի հերախոսը Samsung է, ինչ տեսակի Samsung է, գեհետակրկրվինք։ Սելուլերը սերկի հերախոսը գտնենք սերարի վրա։ Հիմա երևակայեցեք մի ոգ, այսպես ատամանք մունի, դանձի ճար, նուրի ճար, հարսնիկի է, հանե սերանի վրա տնը։ Հիմա հետակրկրի անը, որ երբեմն Ալևի մեջ ժողովուրդը թրքեր են գխոսել մեջը տեսած է նույն պարը օսագը կործածվի, դուրս եկա, պարտիկ պիտնային ինչ պիտիս է գերմենիշ։ Գամ պարտին ինչ պիտիս է սորադան գերմեն, ետ կտեսել։ Հիմա ինքը աթամանտ է սիրելն է, բայց ադիգա ատպես սերանի վրա թնելը ուրիշ բան կնշանակ է։ Ուրեմն ինչ ուզում եմ ասել։ Աթամանտը պետք է որ տաշվի, հարգվի, իր ծևը առնե, գդորը լա, և ադիգա պետք է որ ունենա իր ոսկի է ամանը, կամ ավելի բարձր մեդալներ, բարբերությամբ շինված, այդ աթամանտը բազմագողմանի տաշված ունենալով, բազմագողմանի իր փյուրեղությունը փայլքը ցորացնե, թրվի մադանիին մեջ մանյագին, և ադիգա թունքու վրատ գրես, և այն ադեն անիգա իր արժեքը կներգայացնե որպես քու փարքդ, կամ անիգա արժեք կներգայացնե որպես քու սիրելիդ քեզի ըրած նվերը, Եվ որ քու սիրելիդ քեզի աթամանտ կնվիրե, անոր մեջ նշանակություն կա, որ թուն աթամանտի պես արժեքավոր ես, փյուրեղ ես, հադուկ ես, քուքույնովը, տեսքովը և այլն։ Հետո եղբայրագով ոսկերիչության մասին դիչի խոսենք։ Սրբես անոն քու խոսքովըդ, Կանզի քու խոսքը ծորպես, սիրելիներ, որքան մենք Աստուծո խոսքը սերդենք, կտեսնենք, թե դեռոր չկամքը, որ մենք սրբանանք։ Աթամանտը պետք է տաշվի, հանքեն հանե փեր, աթամանտ է, բայց ծև չունի, ասպես դը ծև կարում է, սուր անգյուն անում, կամ անգյուններ, հավատացյալ է, բայց իզմե է սիսալ, մենք պետք է որ տաշվինք, որպես բիդանի ըլնանք, փնագելու Քրիստոսի սրդին մեջ։ Մեր Տեր Քրիստոսը այս խորհուրդով իր քահանայապետական աղոթքը բարձրացուց Գեթսեմանիի մեջ և սա դեր պահե, դեր սրբե, դեր միացում։ Տուն Հիսուսի սրդին վրա զետերված, կամված աթամանտես։ Եվ Հիսուսի քահանայապետական աղոթքի մեջ եզակի բաժիններեն մեկը այն են, որ սերդեցինք։ Ինչ կսե Հիսուս, բայց միայն անոնց համար չեմ աղոթեր։ Ով հայր միայն 11 առաքյալներուն համար չէ որ աղոթեր, այլ բոլոր անոնց համար, որոնք անոնց խոսքով ինձի պիտի հավատան։ Մեր ծնանելեն առաջ Քրիստոս պես որ Աստուծո առջև ներկայացուցած է։ Ինչու, որովհետև թուն Քրիստոսի սրդին մեջ ապահով ես։ Մի վախնար։ Հետ այսու քու ըսկեստըդ Քրիստոսն է։ Քահանան, քահանայապետները իրենց հատուկ ըսկեստը ունի, բայց նաև Քրիստոս քեզի շնորհած է իր ըսկեստը։ Անոր համար առաքյալը գսե Քրիստոսը ձեր վրա հագեք։ Այս ըսկեստի մասին չէ խոսքը, հոգևորության, հավատքի, նվիրումի մասին է։ Տուն
Քրիստոս քահանայապետին քահանանես։ Քահանայապետությունը նշանակություն չունենար սիրելիներ, եթե քահանաներ չունեն։ Քահանաներ լալու է, որ քահանայապետ մնալ իրականություն թարնա։ Դու Քրիստոսի կողմանը ընդրված ես։ Քրիստոս մեր երեց եղբայրն է։ Սիրելիներ, Աստուծո եկեղեցին Քրիստոսի ընտանիքի անդամներն են։ Ճանչնանք մեր արժեքը Քրիստոսի մեջ։ Ճանչնանք մեր արժեքը մեզի իր բատկերին գերբարանագից ընող Քրիստոսին, որ մեզ ինչպես կանչեց։ Քրիստոս ամոթ չսևեր մեզ իրեն եղբայրներ կոչել։ Քու եղբայրներդ, քու քույրերդ, սիրելի քույրս և եղբայրս, քո նման ատամանդ է։ Ցավոք սրտի, վերջերս շատ հստակ կերպով սկսա նկատել, հավատացյալներում մեջ կա դգարություն, թույլություն։ Եկեք խոստովանենք, խոստովանության հոգիով մոտենանք։ Ինչու հավատացյալները իրար չեն հավնիր։ Ինչու։ Նկատած եք։ Ինչու եկեղեցիները մեկը ուրիշին չեն հավնիր։ Ձանր խոսք է, ձանր վիճակ է, բայց իրականություն է։ Մենք կուզենք, որ թեմի հավատացյալը իմ ճաշակով, իմ խելքով, իմ փափակով, իմ հասկացած ցևով սլա։ Եթե Աստված այդ քարը ստեղծել է զմրուխտ, զմրուխտ քարը իր մեջը փյուրեղություն չունի, բայց ինքը զմրուխտ է։ Այսպես սերկդ կարն է, սկանանք սերքի ձերով, ատամանտի պես չէ, որ գնայիս մեջի փյուրեղությունը գտեսնես։ Բայց ադի բատվանան քար է։ Ինչու մենք կցանկանանք, որ մարդիկ ճիշտ իմ համոզածից, իմ քիծածից, իմ ուզածից պես է դա։ Այնպիսի իրականություններով հանդիպած են։ Ասած եմ մեկ հատ ագիսեմ։ Չլսեք ավետարանականները առաքելականներու մասին ինչից։ Եվ չլսեք առաքելականները ավետարանականներու մասին ինչից։ Հավաքաթոլիկները օրը խոսեի մի երդասարդ ասպես տեսա ուրախացա Իտալիային եկած կաթողիկ է վարդապետ շատ երդասարդ է իրեն այսպես սուկրոց ընկերության տեսա եկած հոգևոր քիլկեր առնելու հետը սկսա ապրժակով խոսի բայց այսինքն ես առաքելական շրջանագի մեջ կզարայեմ եղբայրներ կա ավետարանական են իրենց հետ կզարայեմ անոնքսի մուսլիման են հարմարություն չունել մուսլիմանները առաքելական եկեղեցի բերելու, ավետարանականներում մոտ տարի, ասեց հա, լավ է, եթե այդ ավետարանականները սա եթե ապաշխար են, գիտեք ինչիս եմ ուզեր, որ ետ թարնան կաթոլիկության, չէ որ գուտերը կաթոլիկության են անչատվեցա, ուրեմն ավետարանականներուն ապաշխարությունը ինչ է, ոչ թե մեղքերու խոստովանություն, ետ կաթոլիկության երդան միանան, այն ադեն ինքը գսե, ինչ լավ հոգևոր է, ինչ լավ հավատացյալ է։ Ցավոք սրտի սիրելիներ, բան ուզում եմ ասել, քու եղբայրդ, քու քույրդ, կողքինդ, քու հետ եղողը, քո նման է։ Ես Միքային ասել եմ, հավատացյալները բոլորը թերություններում, առաջինը ես, մի նայեք ինձի բեմին վրա, եկեք դունը մեկադավիքի այլ արտից է, ծեզի գսե իմ թույլությունը ինչ է, բայց ասեմ ծեզի, հավատացյալներում դարբերությունը գիտեք ինչ է, մեկը գարմիր է, մույսը գավույտ է, մույսը գարանջ է, քույները կփոխվի, փովանտագությունը բոլորսը մեղավոր տնությունը, բոլորսը,
Գուցե ես համար եմ, գուցե եղբայրս հբարդ է, գուցե իմ եղբայրս քննադատ է, չի գիտեմ։ Իր մոտ բան կա, իմ մոտ ուրիշ բան կա։ Բայց բոլորիս մոտ ինչ կա, մի բան կա, որ գոչվում է մեր մեղքը թույլություն, ինչու իրար չընդունենք։ Այսօրվա պատկանը մեզի ինչ կփոխանցի։ Աթամանդ եղբորդ քրոջը միշտ ունեցիր քու սրտի մեջ։ Եվ քու աթամանդ եղբորդ քրոջը համար աղոթող եղիր։ Մենք որպես հավատացյալներ պետք է լավ ճանչանք, լավ չափանագին խորհուրդը։ Սիրելիներ, մեր փառքը եւ բադիվը Քրիստոսն է, և ոչ թե հյուսված ըսկեստով հագուստ մնե, մեր փառք ու բադիվը արտաքինով չէ, որպես քրիստոնյա հավատացյալներ մեր փառք ու բադիվը սերը և սրբությունն է, և ես ուրիշ բան չունիմ փոխանցել։ Քրիստոս մեզ համար նախադիկ կրեց։ Ինք մեզ համար խաչը բարձրացավ, որպեսզի իր խաչով մենք որ իր խաչը ընդունենք, մենք ալ իր խաչով տաշվենք։ Ինչ կսե Եբրայեցիս նամակը, թեպետև ինք որդի էր Հիսուսի համար, բայց իր չարչարանքներեն հնազանդություն սորվեցավ։ Ոչինչ այսօր մի քիչ սիրտս բացում եմ ձեզ։ Մի օր ասեցի քարոզիս մեջը, ես կցանկանամ, որ մի օր Տեր Աստված ինձի մի օր Աստվածը է։ Մի օր Աստվածը է։ Ասկես զարմակով հետաքրքրով նայեցան, ինչ է ուզած է եղբայրագողի, ինչ կա եղբայրագողի մտքի մեջ, ինչս էլ է ես ուզեմ, մեկ օր Աստվածը է։ Ձեր մտքով այսպիսի բանացել է, գիտեք, մեր մտքի այնպիսի թրիչ ունի, որ ամեն դեր կերտարու կա։ Սի ձեզի ասեմ ինչու։ Ասես, այ եղբայրագող, ասա, ինչու ուզում ես լինել Աստված։ Սի որպեսզի մեկ կին այրի չթողում, ամեն կին ունենա իր ամուսինը։ Այսինքն ասեցին, շատ նեղ կարմին ես։ Հիմա միտքս փոխվել։ Հիմա միտքս փոխվել է։ Մենք ամեն օր սովորում։ Եթե Աստված ինձի մի օր Աստվածը է, գիտեք ինչ կանեմ։ Ինչ պետք է անեմ, եթե ես մի օր Աստվածը եմ։ Ինչ կասեք, հիմա ինչ պիտի միտքս փոխվել է։ Աստուծո արածը կանեմ, Աստուծո ըրածը գնեմ, գիտեք ինչու, որտև Տերը գիտե ինքը ինչ է անում, որովհետև Տերը գիտե աթամանտը ինչպես կտաշվի, կհղկվի և իր սրտի մեջ բնակելու արժանի գտար։ Տերևս ես կխորեի, որ այրիկինը փողի կարիք ունի, մի դեղ երթալու գամա չէ, իր գողքը ամուսին չկա, իր զավակներուն հավական ինչ պիտի լինի, չի գիտեմ, շատ այցելություններ կանեի, շատ թեպկերու առջև սիրտը շատ կծավ էր, բայց վերջում տեսած է, Տերոջ նպատակը, որ մենք իրեն նմանը լանենք։ Եվ Հիսուս ասում է, որ ես ձեզ նվիրում եմ իմ ամենաթանկագին նվերը։ Որն է Հիսուս Քրիստոսի ամենաթանկագին նվերը, որ ուզում է տալ ինձի,
եւ ցեզի։ Հիսուս երեք թանկագին նվեր ունի, որ կուզեմ մեզի տալ։ Խաչ, փուշեբսակ եւ քամեր, մեխեր։ Վա, որ գիշերքի տնես $2 չի կրներ։ Ինչ է փուշեբսակը, խաչը հարժի։ Հիսուս մեզի համար խաչը վերցուց, փուշեբսակ դրիներ կրխուն, ապա իրեն նեխեցին։ Եվ եղավ մեր փառքը, մեր փրկությունը, քահանայապետը քավության բادرակն է։ Եթե այս պատկամը լիարժեք մեկնություն ունենք, կոնե 2-3 քարոց կվերցնենք։ Հիսուս քահանայապետը մեզ համար այդ մեկը իր վրա առավ։ Ինչ կսորվենք, սիրելիներ, մենք իրարու համար խաչը չենք պարսանար։ Հիսուս պարսացավ, ամեն ինչ կատարվավ խաչապայքին։ Բայց մենք իրարու համար եկեք աղոթով ենք։ Մենք այս օրերում խոսում ենք բարեխոսական աղոթքի մասին։ Եվ Պողոս առաքյալ իր նամակներում սկիզբը աղոթքը պարսացն է։ Մեկ օրինակին նայենք, առաջի Թեսաղոնիկեցիս, առաջի գլուխ, 3-6 համարները։ Գքոհանամ աստուծմե ամեն ադեմ, ծեր ամենուն համար, այսինքն Թեսաղոնիկեցիներուն համար, ծես հիշելով մեր աղոթքներու մեջ, Պողոս, Յուհանոս, Տիմոթեոս, իր հոգևոր գործակիցները, անդադար հիշելով ծեր հավատքին գործը ու սիրո աշխատությունը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հույսին համբերությունը Աստուծո ու մեր Հորը առջև։ Թեսաղոնիկեցիներուն հավատքը, սերը եւ հույսի համբերությունը։ Գիտեք սիրելի եղբայրներ, թե Աստված ձեզ ընտրեց մեր ավետարանին, ձեզ ընտրեց եւ մեր ավետարանը ոչ միայն խոսքով կառուցվեցավ ձեզի, հապա զորությունով ալ եւ Սուրբ Հոգիով ու ըստուկությամբ։ Ինչպես գիտեք, թե ինչպես կեցան ձեր մեջ ձեզի համար, դուք մեզի ու դերոջ նմանելով ընդունեցիք խոսքը զրկա, շատ նեղություններով։ Դուք ընդունեցիք խոսքը շատ նեղության մեջ, Սուրբ Հոգին ուրախությամբ։ Եվ Քրիստոս մեզ գտաշեր, նաև Քրիստոս մեզ գտա Սուրբ Հոգիի շնորհած ուրախությունը, որ մենք մեր նեղություններու մեջ մխիթարություն, խաղաղություն, հույս, համբերություն ունենանք։ Սիրելիներ, ըսկանչելի է հոգևոր կյանք, եւ մենք կապրինք Քրիստոսի մեջ, եւ երբ մենք կծառայենք իրար։ Պողոս առաքյալի միակ ուրախությունը Քրիստոսի եկեղեցին էր, Քրիստոս եւ Քրիստոսի եկեղեցի։ Ինքը անուն ուներ, ինքը թիրք ուներ, ինքը ուսում ուներ, ինքը այդ օրվա լավագույն փասպոր ուներ, ինքը բանիմը գարուտ չէր, ինքը բանիմը բագասություն չուներ, ինքը մարդոց նախանցելու թրկապատճառ չուներ, ամեն ինչին լավը գարփով։ Հունարեն եբրայերեն խոսեր, եբրայեցի էր, հռոմայեցի էր, ամենելավ ուսուցիչին կողմներ, փարիսեցի էր, մաքուր գրոնական էր, անարատ էր, մեկը իրեն չէր մեղադրել, իր օրվա լավագույն նշանավոր երիտասարդներ։ Բայց այդ բոլորը մեկ կողմ դրա եւ ինքը Քրիստոսին հանդիպեցավ, ջանցավ Քրիստոսի սերը իրեն հանդիպել, սկսավ ապրել Քրիստոսի եւ Քրիստոսի եկեղեցու համար։
Ամեն մի նամակ կարդացեք, սկիզբը տեսեք, թե Պողոս Արաքյալ ինչպես աղոտ կփարսվացնե։ Դեր մգսե զունգի կալով, դեր մգսե քիշեր ծորեք արսունքով, գիտեք, եկեղեցու համար, իրարու համար։ Դերը մեզի շնորհ կրեց սիրելիներ, դերը մեզի շնորհ կրել է, որ մենք իրարու համար հատուկ կերպով աղոթողներ ըլլանք։ Մենք իրար մեջ տարբեր քույներ ունենք։ Մեր փառքը իրար մեջ տարբեր քույներով նույն եւ մեկ Քրիստոսին ներկայացնել է տարբեր բարքերներով, տարբեր ծառայություններով։ Մենք իրար մեջ պիտի տարբերվենք մեզի շնորհված բարքերներով, կարողություններով, բայց մենք պիտի ելանք մեկ շղթա իրար ամբողջացնել։ Ինչպես քու ատամանքներդ կսիրես, կփափակի, որ ամենքդ ատամանտ ունենաք, բայց եթե ունենաք այդ ատամանտը ինչպես կսիրեք, այդ ատամանտը ինչպես կբահեք, նույնպես քու ատամանտ եղբորդ հայտնե քու սերդ եւ պաշտպանե քու ատամանտ եղբորը, որպեսզի Քրիստոսի անունը փառավորվի։ Ամեն